Քերաշնոր սրբազան հայր, արժանատիվ դեր հայրեր, սիրելի հայրենագիցներ, ոսես դիկնայք եւ բարոնայք։ Երկու օրերու վրա երկարած լուրջ եւ խորքային քննարկումներու վերջավորության է որ մոտեցած ենք հիմա։ Անշուշտ որ այս խորհրդաժողովի ավարտին մենք չենք կրնար սահմանափակել միայն գնահատանքներով եւ բարեմաղթանքներով։ Մենք կգտնվենք պատմական շրջադարձի մահաճև այսօր։ Հայաստանը գտիմակրավի ինչպես բոլոր տեսիկ լուրջ անվտանգային, քաղաքական եւ ազգային հարցեր, իսկ Արցախի հայաթափումը բացվերք է ողջ հայության սրտի մեջ։ Այս իրականությունը մեզ մեկ կբահանջի ոչ թե լրություն, այլ վճռականություն։ Սփյուռքը երբեք միանսկացական աջակցություն դվող գարույցը չէ եղած, ան եղած է ազգային գամքի արտահայտություն, կոյադեման երաշխիք եւ պետականության հենասյուն։ Այսօր եւս մենք բարդավոր ենք բարձրացնել մեր մտահոգությունները Հայաստանի իշխանություններուն ուղղությամբ հստակ, պատասխանատու եւ հայրենանվեր թիրքերը մեկնած։ Հայաստանը չի կրնար առանցին հայ ազգի վերաբերող որոշումներ առնել, Հայաստանը չի գառուցվի առանց ամբողջ հայության վստահության, մասնակցության եւ համասկային ռազմավարության։ Մենք չենք կրնար մորնալ, որ Սփյուռքը ինքն իր նոր թրվածքով ծնունդ արավ հայոց ցեղասպանության ողբերգութենեն։ Մեր համայնքները գազմավորվեցան բռնի դեղահանութենե, գորուստե եւ վերաբրումի բայկարե։ Այդ ժառանգությունը մեզի կբարդավորեցնե ոչ միայն հիշել անցյալը, այլ նաեւ պաշտպանել ներկան եւ գերդել աբական։ Ցեղասպանության հետևանքով սփռված ժողովուրդը այսօր կշարունակե իր գենացը ոչ միայն հիշողությամբ, այլ պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության, Արցախի իրավունքներուն եւ հայության միասնական աբակային նկատմամբ եւ ադարաբաճույցը թուգեիկ երկու օրերի վեր 165 անհատներով։ Միևնույն ժամանակ մենք կշեշտենք, թե Արցախի հարցը փակված չէ։ Արցախի ժողովրդի իրավունքները վերաթարցի իրավունքը մշակութային եւ պատմական ժառանգության պաշտպանությունը կմնան համասկային առաջնահերթություններ։ Անոնք չեն կրնար ստորաթասվիլ գարջաժամկետ քաղաքական հաշիվներու կամ արտաքին ճնշումներու թեմ հանդիման։ Սփյուռքը կբահանջի, որ Հայաստանի քաղաքականությունը առաջնորդվի ազգային շահերով, ոչ թե բարդատրված զիջումներով։ Մենք նաև կուզենք եղբայրական եւ հարկալից խոսք ուղղել Հայաստանի մեջ ապրող մեր հայրենագիցներուն, որոնք մոդի գաբակային պիտի կատարեն կարևոր ընտրությունը հունիսի 7-ին երկրի կառավարման հարցով։ Այդ ընտրությունը ծեր իրավունքն է եւ ծեր պատասխանատվությունը։ Սփյուռքը չի թելադրել, չի խրադեր վերեն, այլ կգիսե իր մտահոգությունը եւ հույսը ծեր հետ։ Մեր միակ մաղթանքն է, որ ծեր որոշումներ առաջնորդվին Հայաստանի անվտանգության, պետականության ամրապնդման, ազգային ինքնության պահպանման եւ զարգացման, ազգային արժանապատվության եւ համասկային միասնության գիտակցությամբ եւ ըստ այնմ շրջադարձել ու փոխել ներգայի կահավեժ այս ընթացքը։ Ուժեղ Հայաստանը բոլոր ըսիկ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներուն համար, այլ ամբողջ աշխարհասփյուռ հայության։ Այս բահուն նաև բարդ կսկանք, երախտագիտություն հայտնել բոլոր անոնց, այսինքն ցեզի, բոլորիդ այստեղ, որոնք անձնական զոհողություններով, անձնական ծախսերով մասնակցեցան այս խորհրդաժողովին, մասնակցեցաք այս խորհրդաժողովին։ Դուք եկաք հայ ազգի խճանկարը գազմող, ավելի քան 25 տարբեր երկիրները, ծեր սեփական միջոցներով, ժամանակ եւ չանք տրամադրեցիք։ Հաղթահարեցիք ճանապարհորդության դժվարությունները, հավատալով, որ համասկային քննարկումը այս արժե նվիրումին։ Ձեր ներկայությունը ապացույց է ու փաստ, որ Սփյուռքը վառ է ու կենթանի, գազմագերբված է եւ պատրաստ իր բաժին պատասխանատվությունը ստանցնելու եւ ավելին։ Այս համախմբումը հոս ինքնին արտահայտություն է եւ հույսի պատկամ։ Ի Հայաստան եւ Սփյուռք աշխարհի։ Միևնույն ժամանակ մենք կգիտակցենք, որ մեր խոսքը ուղեկցվելու է կորզով, շատերսիկ չարաճ սատիկնա լսավ։ Սփյուռքի դիկրաննա լսավ։ Սփյուռքի գազմագերբված ներուժը քաղաքական, տնտեսական, գրթական եւ թիվանակիտական ուղղվելու է Հայաստանի պետականության հզորացման։ Մենք թոթափելու ենք վերջին 6-8 տարիներու հուսախաբություններով իսկ մեզի բարդատրված հուսահատությունը։
ու հավելյալ ամրապնդելու ենք մեր գարույցները երիտասարդությունը ներգրավելով ազգային աշխատանքի մեջ եւ ստեղծելով համահայկական համակարգված կորցակցություն։ Այսօրվա մեր պատկամը բարձ է սիրելի ներկաներ եւ բացականեր։ Հայաստանը միան աշխարհակտական դարածք չէ, անամբողջ հայության հայրենիքն է, անոր այսօրվա միակ pedagogiությունը։ Արցախի պայքարը միան անցյալի հիշողություն չէ, անաբակայի բարդավորություն է։ Հայաստանն ու Սփյուռքը այդ իսկ կարգով միասնապար ցեղասպանության վերաբերումի ժառանգորդն են եւ աբակայի պատասխանատու գերդիչը։ Միասնապար Սփյուռքը միան դիտոր չէ, անպատասխանատու թերագադար է ամենուրեք, իսկ ասկի կոյադերման լավակույն երաշխիքը հայ pedagogiության ամրագայումն է։ Եկեք վերանորոգենք մեր համասկային գամքը։ Ավելիով ամրացնենք Հայաստանը Սփյուռք գաբը, բորդալարը եւ հստակեցենք հայ ժողովուրդը չի հրաժարիր իրավունքներն, իր pedagogiութենն, իր արժանապատվութենն եւ իր պատմական առաքելութենն, ինչպես մեուգես օրը գլսեք։ Ինչպես տեսակ, այս երկու օրերու քննարկումները եղան խորապես մտածված, պատասխանատու եւ փորձառությամբ ձևավորված ներդրումներ։ Այստեղ հնչած խաղապարներն ու առաջարկները դեսական արտահայտություններ չեղան ընդհանրապես, այլ կորձնական ուղենիշներ, որոնք կպահանջեն հաջորդ քայլեր։ Այժմ ժամանակն է, որ խոսքը վերածվի կորձի, կարելի է ասել այժմ էբահը, երբ որոշումները պիտի փորձվին իրականության մեջ եւ մեր հանձնարարությունը պիտի չափվի գդարված աշխատանքով։ Ուրեմն քիչ առաջ ճշտեցինք այս խորհրդաժողովի հաջորդող քայլերը։ Մեր գոչ հայտարարություն անհաբար կտեսնեք մամուլի եւ ընկերային ցանցերու էջերու մեջ, ինչպես նաեւ ծեր վստահած ու այս խորհրդաժողովին փխած համատրող գազմը ընդլայնված ցևով ցարտ միան գլոր սեղաններ ավելցնելով եւ ապա ավելի ընդլայնելով գվարենք այդ աշխատանքները ծեր վստահությամբ, մեզից դածած ծեր վստահությամբ, մինչեւ մեր հաջորդ արցանց հանդիպումը հունիսի վերջին գիրակի օրը հունիս 28-ին։ Շնորհակալություն փոխանցել է արածեզի, այս արիտը կուզեմ օգտագործել, ասելու որ 21 երկիրները մասնագետներ գազմագերբեցին այս աշխատանքը նոյեմբերի գեսեն ի վեր։ Սակայն Ֆրանսիայի մեր կորձընկերները, որոնց ճախճախիչ մեծամասնությունը նաև հոս են, այս խորհրդաժողովը չեր պատահեր պատկառելի սրահի մեջ, եթե մենք թաշտի վրա համատրող գազմը չունենար դեղական համատրող խումբ։ Եվ այդ աշխատանքին համար խնդրեմ, որ շնորհակալություն հայտնենք զապահարելով Ֆրանսիայի